Փաշինյանի հակաեկեղեցական հուժկու արշավը հայ առաքելական եկեղեցու վարկանիշը չի գցել։ Եկեղեցու բարենորոգման վարչապետական օրակարգը կեղծ է համարում քաղաքացիների մեծ մասը։ Իշխանությունը սահմանադրություն չկա, որ խառնվի եկեղեցիական գործերին։ Այնքան հարցեր ունեն լուծելու, թող դրանք լուծեն։ Ըստ Gallup International-ի հարցման, Հայաստանում քաղաքացիների մոտ 80%-ը դրական է վերաբերվում հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ 9 օրում հարցվել է 1001 քաղաքացի։ Նրանց ավելի քան 63%-ը հավանություն է տալիս, իսկ 14%-ը ավելի շուտ հավանություն է տալիս եկեղեցու գործունեությանը։ Իսկ կարծում եմ, եթե կաթողիկոսի աշխատանքը լինի վատը, այսպիսի գնահատական չի լինի հայ առաքելական եկեղեցուն, չդիտարկենք իրան որպես մարդ, այլ ինստիտուտի որպես մասնիկ դիտարկենք։ Հայլուրի հարցմանը մասնակցած քաղաքացիներն էլ վստահեցնում են, որ եկեղեցու կողքին են կանգնած։ Ըստ նրանց կաթողիկոսի դեմ չէ վարչապետի արշավը, այլ եկեղեցու։ Միշտ էլ եկեղեցի կողքին ենք մենք։ Մենք քրիստոնյա ազգ ենք ու անհարմար է նույնիսկ դրա մասին խոսել։ Իհարկե եկեղեցի, որտեղ հավատացյալը մեր կրոնն է դա, հնարավոր չի։ Իշխանությունը փոխվում է, եկեղեցին ոչ։ Եկեղեցուն սատարող հայտարարության համար կալանավորված Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում Gallup-ի հարցման մասնակիցների մոտ 65%-ը։ Ավելի քան 36%-ը քաղբանտարկյալ է անվանել Բագրատ arczepiskopos Գալստանյանին, իսկ 33%-ը Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Իհարկե կա։ Ասեք ովքեր են ձեր կան։ Սրբազանները օրինակ Սամվել Կարապետյանը։ Նրանք ինչ են արել, որ նրանց ձերբակալել են, ինչու է ձերբակալել։ Վստահության ոչ մի բան։ Զուտ խոսքերի համար ձերբակալել են։ Բագրատ եւ Միքայել սրբազաններին հեղինակազրկելու իշխանական ջանքերը ջուրն են լցվում։ Հոգևորականներին ճաղերի հետևում պահելը միայն նպաստում է նրանց վարկանիշի բարձրացմանը։ Համոզված են Հայլուրի լրագրողական հարցախույզի մասնակիցներից շատերը։ Նրանց ձերբակալելը դա հիմարություն է, որովհետև նրանք Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը նրանք հեղինակություն ունեն եւ դրանց ձերբակալելով դրանց հեղինակությունը ավելի մեծանալու է։ Դավանափոխ է ուզում անել հայերին Փաշինյանը։ Երևանի փողոցներում անգամ դավադրապաշտական վարկածներ են քննարկում։ Որ մուսուլման դառնաք, հա։ Լավ կների, մուսուլման են որ դառնաք։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։